Սաուդյան Արաբիայում անցկացված ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը լայն հանրությանը հասանելի չի լինի, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Итоги состоявшихся длительных российско-американских переговоров доложены по столицам. Խոսքը տեխնիկական բանակցության մասին է, մանրամասների մի սպասեք, ասել է Պեսկովը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի բանակցությունների մասին հայտարարություն կհրապարակվի։ Կրեմլի խոսնակն ասել է, որ առայժմ երկու երկրները վերլուծում են արդյունքները։ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձագիտական խմբերի երկխոսությունը Սաուդյան Արաբիայում հեշտ չէր, բայց օգտակար էր։ 10 գործակալությանն ասել է ռուսական պատվիրակության անդամ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Հագեցած բարդ երկխոսություն էր, բայց միանգամայն օգտակար թե մեզ, թե ամերիկացիների համար։ Բազմաթիվ խնդիրներ են քննարկվել, իհարկե ոչ բոլոր հարցերի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել, ասել է ռուսական պատվիրակության անդամը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր հերթին անդրադառնալով բանակցությունների ընթացքին ասել է, որ այս բանակցությունները կարևոր են բոլոր նրանց համար, ովքեր աշխարհում խաղաղության ու կայունության են ձգտում։ Нам потрібен рух до реального миру, до гарантованої безпеки. Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների պատվիրակությունները մարտի 12-ին Էր-Ռիադում ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցել են ավելի քան 12 ժամ։ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ բանակցություններից հետո կողմերը փորձել են համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստը, սակայն դա անմիջապես անել հնարավոր չի եղել։ Հայտնի է, որ երկու կողմերը ներկայացնող փորձագետները հիմնականում քննարկել են Սև ծովի տարածքում նավագնացության անվտանգության հարցը։ Դիվանագիտական ջանքերին զուգահեռ Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք մի քանի շրջանների, այդ թվում Ղրիմի և Ազովի ծովի օդային տարածքներում։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրներն էլ հայտնում են իրենց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին։ Սումի քաղաքում ռուսական հրթիռային հարձակումից 74 մարդ է վիրավորվել, այդ թվում 13 երեխա, հայտնում են տեղի իշխանությունները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ հայտարարությունը չի մեկնաբանել։ Թուրքիայում վերջին օրերին բողոքի ցույցերի ավելի քան 1100 մասնակից է ձերբակալվել, հայտարարել է այդ երկրի ներքին գործերի նախարարությունը։ ԶԼՄ-ների և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի տվյալներով ձերբակալվածների թվում առնվազն 10 լրագրող կա, այդ թվում France Press-ի լուսանկարիչը։ Այս տեղեկությունը հաստատել է նաև լրատվական գործակալությունը։ Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և նրա թիմակիցների ձերբակալությունից հետո։ Իշխանությունները Էքրիմ Իմամօղլուին մեղադրում են կոռուպցիայի և ահաբեկիչների հետ համագործակցության համար։ Իմամօղլուն հերքում է մեղադրանքները, դրանք համարելով զրպարտություն։ Պաշտոնական Փարիզը Ստամբուլի քաղաքապետ Էքրիմ Իմամօղլուի ձերբակալությունը ժողովրդավարության վրա լուրջ հարձակում է որակել։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. մեջբերում եմ. Ֆրանսիան վերահաստատում է իր խոր մտահոգությունն այս կապակցությամբ, ընտրված ընդդիմության ներկայացուցիչների իրավունքները հարգելը, ցույցերի ազատությունը և խոսքի ազատությունն օրենքի գերակայության հիմնաքարերն են։ Թուրքիայում ծավալվող իրադարձություններին է անդրադարձել նաև Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նշելով, որ դա լուրջ հարված է Թուրքիայի ժողովրդավարությանը։ Քաղաքական պայքարը չպետք է ընթանա դատարանների և բանտերի միջով, ակնկալում ենք, որ մեղադրանքները կքննվեն թափանցիկ ու հնարավորինս արագ, իսկ դատաքննությունը կիրականացվի օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան, ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգների կրթական կազմակերպությունների կոալիցիան հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը կրթության դեպարտամենտը լուծարելու հրաման է ստորագրել։ Հայցի հեղինակները կարծում են, որ կրթության դեպարտամենտը փակելը վտանգ է ներկայացնում միլիոնավոր ուսանողների, ուսուցիչների և այլոց համար։ Այս որոշումը սպառնում է հաշմանդամություն ունեցող 7.5 միլիոն ուսանողների և խոցելի դարձնում նրանց, ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի միգրացիոն միջազգային կազմակերպությունն ամփոփել է 2024 թվականը։ Հաշվետու տարվա ընթացքում աշխարհում շուրջ 9000 միգրանտ է մահացել ներգաղթի ժամանակ։ ՄԱԿ-ն այս ցուցանիշը համարում է ռեկորդային։ Ըստ վիճակագրության 2024 թվականին ամենամեծ թվով միգրանտներ մահացել են Ասիայում, Միջերկրական ծովի տարածաշրջանում և Աֆրիկայում։ Զեկույցում ասվում է, որ մահերի թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել։ Եվ վերջում
Ճապոնիայում սկսել են ծաղկել սակուրաներն ու կերասենիները։ Սա Ճապոնիայում տարվա ամենագրավիչ ժամանակաշրջանն է։ Այդ երկրի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ այս տարի ծառերը ծաղկել են սովորականից մի քանի օր շուտ։ Ըստ վիճակագրական տվյալների, անցյալ տարի սակուրաների ու կերասենիների ծաղկման օրերին Ճապոնիա է այցելել ավելի քան 3 միլիոն զբոսաշրջիկ։ Աննա Հարությունյան, Ռադիոլուր։